Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես թիրախավորվել է հայ առաքելական եկեղեցին, ես չէ, ասի միայն Նիկոլի կողմից։ Թիրախավորվել է Նիկոլի կողմից եւ ոչ միայն Նիկոլի կողմից, որտեղից է այս խնդիրը առաջ եկել, ինչու հիմա այս պահին նորից ու նորից այս տեսքով, այս բովանդակությամբ առաջ գալիս, ինչ խնդիր է լուծում Ադրբեջանը եւ Նիկոլը։ Տեսեք, ուրեմն երբ որ հանրապես Փաշինյանը հանդիպում է Ալիևի եւ Էրդողանի հետ, շատերը դիտարկում են ընդհանրապես ձևի, թե ինչպես են քննարկում, ոնց են քննարկում, ինչ են անում, բայց զուտ բովանդակության իմաստով ես կարծում եմ, որ արժի հիմա բացել խաղաթղթերը, թե ինչ է իրականում ցանկանում Փաշինյանը, երբ որ հանդիպում է Ալիևին եւ Էրդողանին։ Փաշինյանը Էրդողանին խնդրում է, որպեսզի Ալիևի վերաճնշում անի, որ Ալիևը իր հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքի մինչև ընտրությունները։ Ընդ որում Փաշինյանը բացատրում է, որ եթե մինչև ընտրությունները ես այս խաղաղության պայմանագրի թուղթը չունենամ, ապա շատ դժվար կլինի ինձ վերընտրվել։ Իսկ իր վերընտրվելը ինքը փորձում է հիմնավորել, որ Ալիևին Էրդողանի շահավետ է, որտեղ այսպիսի իշխանություն Թուրքիան եւ Ադրբեջանը այլևս չեն կարող տեսնել Հայաստանում։ Այս հիմնավորմամբ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի մինչև ընտրությունները Ալիևը համաձայնվի Փաշինյանի հետ պայմանագիրը ստորագրի, որպեսզի պայմանագրի թուղթը Նիկոլ Փաշինյանը վերցնի, այդ թղթով գյուղ գնա եւ բացատրի մարդկանց, որ ինքը բերում է խաղաղություն թղթով։ Իսկ մնացածները կարող են բերեն պատերազմ։ Ինչպես որ 21 թվականին ինչ մեկ մուրճը վերցած ես տանելու եմ Թալանը հետ բերեմ, չէ՞։ Մուրճով տարավ եւ այդ մարդկանց համոզեց։ Հիմա քանի որ հասկանում են որ մուրճը չի աշխատում, որտեվ Թալանը ըստ էության արդեն մարդիկ տեսնում են որ այս իշխանությունը ոչ պակաս Թալանի մեջ է քան նախինները, ապա ինքը հասկացել է որ Թալանի խաղաղությունն չի աշխատում, այդ մուրճը չի աշխատում, իրեն պետք է մի հատ ուրիշ բան։ Այդ ուրիշ բանը հենց խաղաղության փաստաթուղթն է։ Բայց որպեսզի փաստաթուղթը ստանա, Ալիևը տեսնում է որ Ալիևը Փաշինյանը ծանր վիճակի մեջ է հայտնվել, ինքը փորձում է օգտվելով դրանից նոր զիջումներ կորզել Փաշինյանից։ Եթե մինչև այդ կար սահմանադրության փոփոխությունը եւ Մինսկի խմբի լուծարումը, ապա երկու նոր պահանջներ ա դրել Ալիևը, դեռ ոչ հրապարակային, որպես նախապայման, մեկը ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, մյուսը Զանգեզուրի միջանցքը։ Հիմա իմ համոզմամբ ես դա պնդում եմ, որ Փաշինյանը նախնական համաձայնվել է դրա հետ, բայց ինքը հրապարակային դա չի ասում, ինքը ասում է ինձ տուր շանս, որ վերընտրվեմ, որպեսզի կարողանամ այդ երկու խնդիրները լուծեմ։ Հիմա Ադրբեջանը ասում է, չէ, ինձ պետքա որ երաշխիք լինի, որ դու փաստորեն չես խաբելու մեզ։ Ինչ պետքա անել։ Իրանք ստուգողական քայլեր են տանում։ Օրինակ եմ ասում, ինքը Ալիևը ուղերձ է ուղարկում, ուղերձ Անկարայում կոնֆերանս է ընթանում այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանսը, որտեղ նշվում է, որ իրանք պետքա վերադառնան Հայաստան։ Ալիևը ուղերձ է ուղարկում Անկարայի կոնֆերանսին եւ հայտարարում է, որ առանց արևմտյան ադրբեջանցիների վերադարձի Հայաստան վերջնական խաղաղություն տարածաշրջանում չի կարող լինել։ Հիմա Ալիևը ասում է, ես այդպես բան հայտարարել եմ, հիմա դու պատասխանի, որ դու համաձայնես դրան, Փաշինյանն առաջարկում։ Ինչ անում Փաշինյանը, շատ խորամանկ քայլ։ Մի կողմից Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ Հայաստանում չի կարող լինի արևմտյան Ադրբեջան, որը Ալիևի տեսման չի հայտարարել, լավ ադրբեջանցիների վերադարձ։ Եվ միաժամանակ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում է, որ հենց որ այդ թուղթը լինի, միանգամից հաջորդ օրը կարող առևտուր լինի եւ ադրբեջանցիները կարող վերադառնալ իրենց գյուղերը։ Պատկերացնում եք, չէ՞ ինչա։ Այսինքն Ալեն Սիմոնյանի շուրթերով փաստացի Փաշինյանը մեսիջ ուղարկում Ալիին, որ տես ես քո խնդրանքը բավարարել եմ։ Հիմա դու պետքա խնդիր տաս, որ այդ պայմանագիրը մենք մինչև ընտրությունները ստորագրենք։ Հիմա այդ process-ն է գնում։ Հիմա դրան ինչ պատասխան եղավ։ Ուրեմն քանի որ Փաշինյանը համաձայնվել է նախնական, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, դա նշանակում է, որ այդ վերադարձող ադրբեջանցիներին պետք է կրոնական, այսպես ասած, սպասարկման կենտրոն, չէ՞։ Որի արդյունքում Փաշասադը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը ստեղծում է արևմտյան Ադրբեջանի կրոնական խորհուրդ,
որը պետքա սպասարկի բավարարի Հայաստան վերադարձած ադրբեջանցիների կրոնական գրավելը ոնց է լինում էլի։ Հա, պարզ է։ Հանձնելը ոնց է լինում։ Հիմա տեսեք, դա շատ կարևոր խնդիր է, դա շատ կարևոր։ Հիմա տեսեք ինչ կատարվեց, այսինքն Նիկոլ Փաշինյանը իր իշխանության վերարտադրության համար պատրաստած իր համար կարմիր գիծը իր ընտանիքի անվտանգությունն է։ Հիշեք այդ ամեն։ Իր համար այլևս չկա Հայաստան, Արցախ, չգիտեմ, ոչ մի այլ խնդիր, բացառապես ինքը շատ լավ հասկանում է, թե իշխանությունը կորցրեց, ինքը կորցնելու է իր անվտանգությունը, իր ազատությունը, միլիարդները։ Հիմա ինքը դա շատ լավ հասկանում է, ինքը ցանկացած գնով փորձում է այդ վերարտադրությունը կյանքի կոչել։ Դրա համար պետք է թուղթը, որովհետեւ թղթով կարողանա, թեև իմ խորին համոզմամբ այդ թուղթը իրան չի օգնելու, բայց ինքը փրփուրներից է կախվում, որպեսզի թուղթը ստանա։ Հիմա որպեսզի թուղթը ստանա, ինքը գնում է այդ քայլին։ Հիմա տեսեք, երբ որ Փաշազադեն հայտարարում է, որ ըստ էության ինքը արդեն ստեղծում է կազի, այսինքն Արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ, որը պետք է արդեն սպասարկի ծառայությունները մատուցի այն ադրբեջանցիներին, որոնք պետք է վերադառնան Հայաստան։ Կասկածի տակ է դնում ընդհանրապես Էջմիածին հայ Տեսեք, շատ կարևոր դետալ։ Նույն ժամանակ Բեռնում հայ առաքելական եկեղեցին մասնակցում է եկեղեցական համաշխարհային այդ խորհրդում, որտեղ հայտարարում է, որ ըստ էության Ադրբեջանում ոտնահարվում են կրոնական ազատությունները, հայ առաքելական եկեղեցու շահերը, Արցախի խնդիրը եւ այլն եւ այլն։ Բնականաբար կաթողիկոսի այս պահվածքը հակասության մեջ է մտնում Փաշինյանի ցանկություններին, հասկանում եք, չէ՞։ Ի պատասխան կաթողիկոսի եւ թարապես առաքելական եկեղեցու այդ կոնֆերանսի Փաշազադեն հայտարարում է հետեւյալը. հայտարարում է, որ հայ առաքելական եկեղեցին ինքը իրենց ներկայացնում է ռևանշիզմի կենտրոն եւ հայ առաքելական եկեղեցին թույլ չի տալիս, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում եւ ինքը պատմականորեն ինքը այդ ռևանշիզմի օջախ է եղել միշտ եւ ինքը հայտարարում է, որ այն տեսակետները, որ Հայաստանին կարելի է թույլ տալ, որ այս Հայաստանից մնա ընդամենը մի հատ փոքրիկ կղզյակ եւ այդ կղզյակը լինի յուրօրինակ հայկական Վատիկան, Էջմիածինի գլխավորությամբ, նույնիսկ դա չի կարելի թույլ տալ, որտեղ այդ կղզյակը որ մնա, վաղը մյուսը այդ կղզյակը կարող է մեծանա, հասկանում եք։ Այսինքն դա նշանակում է ինչ, դա նշանակում է, որ կոլիսներում քննարկվում է Հայաստանի լուծարման խնդիրը, որի դիմաց Հայաստանին կարող են պատահի թույլ տան, որ ինքը մի հատ կղզյակ ունենա Էջմիածինի գլխավորությամբ։ Այսինքն Հայաստանի հայ ժողովրդին ուզում են տան ռեզերվացիայի մի փոքրիկ կենտրոն, ասենք մի 5000 քառակուսի։ Հիմա ինքը ասում է մենք դա թույլ չենք տալու, որտեղ այդ կղզյակը կարող է հետո օնլայնվի, հասկանում եք, չէ՞, ինչ նախնդիրը։ Հիմա տեսեք, այս Փաշազադեի եւ առաքելական եկեղեցու այս հարցակման մեջ Ալիևը Փաշինյանին ասում է դե հիմա դու կողմնորոշվի, դու ինչ ես անելու։ Այդ ֆոնի Փաշինյանը որպեսի ցույց տա, որ իր համար, քանի որ ինքը կախված է թղթից, քանի որ կախված է Ալիևից, ինքը հարցակում է սկսում արդեն հայ առաքելական եկեղեցու վրա։ Հայ առաքելական եկեղեցու վրա հարցակումը պայմանավորված է բացառապես այս խնդրով, բացառապես։ Պատկերացրեք, ուրեմն իր համար այնքան կարևոր է դա, որ ինքը խնդիր է դրել կաթողիկոսին վարքաբեկելու, եկեղեցին վարքաբեկելու, այդտեղ այդ դինամիկի մեջ օգտագործվում է բոլոր թույլատրելի, Սա ամենակարևոր խնդիրն է, որ մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ Իրան շուրջ։ Եվ ցավոք սրտի այս ամենը փոխանակ մեր քաղաքական վերնախավը բացատրեր, փոխանակ բացատրական աշխատանք տարվեր, լուսավորչական աշխատանք տարվեր, ցավոք սրտի եմ ասում, 0 աշխատանք է գնում Հայաստանի քաղաքական դաշտի կողմից, 0-ական։ Պարզապես բարոյախրատական ինչ-որ գնահատականներ են տալիս բան եւ եկեղեցին մնացել է բարից բուն իմաստով միայնակ եւ այս դիմակայությունը դա ողբերգություն է իրանից ներկայացնում այս քաղաքական վերնախավի իրական գնահատականն է, որ այս քաղաքական վերնախավը կապ չունի Հայաստանի շահերի հետ, Հայաստանի ապագայի հետ, հայ ժողովրդի հետ, հասկանում ես ինչ նախնդիր է, դա շատ կարեւոր խնդիր է, որ մենք այդ գնահատականը դիտանք, հետագայում պետք է հիշենք այս մարդկանց պահվածքը, այս մարդկանց հետաքրքիր է բացառապես մի բան վաղվա ընտրությունների ժամանակ ով որ ցուցակում պետք է լինի, ցուցակում որտեղը պետք է լինի։ Այս մարդկանց հետ է հետաքրքրում։ Ուրիշ ոչ մի հետաքրքիր չի։
այս process-ի մեջ մեկ էլ խայ բռնեն, ասենք որ ցույց տան որ դա առանձին խնդիր է։ Հիմա տեսեք։ Չէ, խոսել ենք Հիմա տեսեք, հիմա ստեղ ասենք Նիկոլի Այլանդակ հիմա տեսնենք, հիմա բարոյական եւ ինչ իրավունք ունի։ Ընդ որում ես այս արձագանքը շատ նորմալ արձագանք էր հայ առաքելականի կողմից։ Ես խնդրում եմ դրա մասին դուք խոսեք, բայց դրանից մեկ օր առաջ էլ Սրբազան Աճապահյանը շատ ավելի կատեգորիկ ճշգրիտ գնահատական բոլոր առումներով ես երևի ծանոթ չեք երկու կետով ասեմ բոլոր առումներով նախ տնշեց Նիկոլի գիտությունը եւ տխմարությունը, որտեղ այնտեղ բաները ասում է ես եմ որոշում, չգիտեմ ինչ եմ անում, այնտեղ ասեց որ այնտեղ աշխարհիկ մարդկան ընտրությունների խոճապի մեջ խոճապի մեջ հայտնված մի մարդու, որը պատեպատ է տալիս, որպեսի բավարարի Ալիևի եւ Փաշազադեի խնդիրները, որպեսի թուղթը ստանա, եւ ինքը գնում է բոլոր ամենաստոր քայլերին։ Ինքը փորձում է ցույց տալ, որ կաթողիկոսը կաթողիկոս չի, որ առաքելական եկեղեցին եկեղեցի չի եւ այլն։ Հիմա անդրադառնանք այս խնդրին, որը արդեն նախ ինքը խախտում է մարդու իրանքների, բարոյական բոլոր էթիկայի խնդիրները, որը ըստ էության այն մարդիկ, ովքեր որ Իրանը այս պայծությամբ դեռ ինչ որ ձևով աջակցում են, այդ մարդիկ պետք է ամոթ զգան։ Վաղ մյուսօր այդ մարդկանց համալսարանում չէ, տեսեք, եփայի դասախոսները այն մարդիկ, ովքեր որ այս մարդուն պաշտպանում են, այդ մարդիկ նաև բարոյական եւ ապագայում քաղաքական պատասխանատվություն են կրելու իրենց այսօրվա պահվածքի, որտեղ իրենք նպաստում են Հայաստանի պետականության քանդմանը, իրենք նպաստում են Հայաստանում բարոյականության ոչնչացմանը եւ իրենք չեն կարող անպատժելիության մթնոլորտում պահպանվեն հետագա process-ի հետ, որ ի վերջո Փաշինյանը հավերժ չի լինելու, բայց այդ մարդիկ պետք է իմանան, որ իրենք չեն կարողանալու հանգիստ հավասար ուրիշ քաղաքացիների հավասար ձևով ապրել այս տարածաշրջանում եւ հատկապես Հայաստանի Հանրապետությունում։ Սա բոլորը պետք է հասկանան, որտեղ սա ներեգություն քաղաքական չի, քաղաքացիական խնդիր չի, սա ազգային անվտանգության խնդիր է եւ այդ բոլորը պահվածքը, այդ իրանց այդ քստեմնելի մակարդակի, հիշովի մակարդակի աջակցությունը ամեն գնով, որպեսի դուր գան, չգիտեմ, վաղը մյուսօր ինչ որ բաներից բավարարելու համար, իրանք բոլորը պետք է իմանան, որ իրանք իրանց ապրուստը ստեցան Հայաստանի Հանրապետության հաշվին են դա անում։ Բայց հիմա մի կողմ թողնենք այդ ամեն ինչը, դա առանձին խնդիր է, դա առանձին ապագայի հարց է։ Հիմա քննարկենք Փաշինյանի բարոյական կողմը, հա։ Նախ ինքը խախտում է մարդու իրանքների ամենաֆունդամենտալ արժեքներից մեկը մտնելով մարդու մասնավոր կյանքը եւ փորձում է ձևակերպել, որ կաթողիկոսը ըստ էության կաթողիկոս չի, որտեղ կաթողիկոսը այսպես եւ այլն, հա։ Հիմա անդրադառնանք այս խնդրին։ Ինքը հայտարարում է, որ ես որպես Փաշինյանն հայտարարում, որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր անդամ պահանջում եմ, որ այսպես ասած կաթողիկոսը այսպես բաների բավարարի եւ այլն։ Հիմա տեսեք, եթե ինքը հայ առաքելական եկեղեցու հավատավոր անդամ է, դա նշանակում է, որ ուշադրություն, դա նշանակում է, որ ինքը իրավունք չունի համատեղ կեցությամբ ունենա ընտանիք։ Այսինքն ընտանիքը պետք է ունի պետք է ամրագրված լիներ եկեղեցու միջոցով։ Եկեղեցին ամրագրված չի, չէ՞։ Իհարկե ամրագրված չի։ Եկեղեցին չի ընդունում նույնիսկ քաղաքացիական ամուսնություն։ Եկեղեցին ինքը ասում է կա ամուսնությունը միայն կարող լինի եկեղեցական ամուսնություն։ Բայց երբ որ մարդիկ համատեղ կեցությամբ են ապրում, այսինքն չկա նաև քաղաքացիական ամուսնություն, եկեղեցական ամուսնություն, դա աներևակայելի բացասական երևույթ է համարվում եկեղեցու կողմից։ Հիմա մենք 21-րդ դարում ենք ապրում եւ մասնավոր կյանք ամեն մարդու մասնավոր կյանքը իր անձնական կյանքն է եւ կարծում եմ որ ոչ մեկ իրավունք չունի մտնել մյուսի անձնավոր կյանքի մեջ, դա հասկանալի է։ Ես էլ երբևիցե թույլ չեմ տվել ինձ ուշադրություն դարձնեմ այն հանգամանքի մեջ, որ Փաշինյանը համատեղ կերպությամբ ապրում իր կնոջ հետ, թե եկեղեցական ամուսնության ապրել, թե ասենք պետության կողմից քաղաքացիական ամուսնությամբ ապրում, չէ՞։ Բայց երբ որ ինքը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հավատավոր անդամ է եւ պահանջում է, որպես ինչ-ինչ պատճառով կաթողիկոսը վերընտրվի կամ չգիտեմ ինչ, չէ՞, ապա որպես անդամ իր հանդեպ արդեն հասարակությունը եւ հատկապես եկեղեցին կարող է նույն սկզբունքով մոտենալ։ Այսինքն դու քեզ համարում ես հավատավոր անդամ, ապա դու պետք է նույն սկզբունքով ապրես։ Դու չես կարող համատեղ կեցությամբ կնոջ հետ ապրես առանց եկեղեցու ամուսնությամբ։ Առավելևս որ ինքը նույնիսկ քաղաքացիական ամուսնություն չունի։ Հասկանում ես, դա ծայրահեղ, անբարոյական ավելին հիմա շարունակեմ հաջորդ քայլը։ Եթե դու համատեղ կեցությամբ ես ապրում եւ չունես
եկեղեցական ամուսնության փաստ եւ քաղաքացիական ամուսնություն, ապա հարց քո համատեղ կեցությամբ կինը ինչ իրավունքով է ապրում եւ միլիոններ վատնում ծախսվում սպասարկում իրան ինչի է պետությունը սպասարկում ինչ իրավունքով է սպասարկում այստեղ կարող առաջանալ շատ վտանգավոր խնդիրներ իր համար օրինակ կաթողիկոս եւ եկեղեցին կարան հայտարարեն որ ըստ էության եթե ինքը հավատավոր անցյալն անդամային կարան անաֆեմայի ենթարկվեն այդ մեկ իսկ անաֆեմայի ենթարկվելը դա նշանակում է որ ըստ էության իրան պետք է հեռացնեն ընդհանրապես եկեղեցուց եւ քրիստոնեական արժեքներից բացի դրանից Կարաչանը հետևել խնդիրը ինքը խախտել է սկզբունքորեն ֆունդամենտալ օրենքներից մեկը ինքը փաստորեն օտար մարդուն պետության հաշվին այսքան տարի փաստորեն սպասարկել է այդ մարդը այդ մարդը գնում է լեկցիաներ կարդում բաներ անում բայց իրան պետության կողմից դա ֆոնդեր անաստեղծում քարոզան Տեսեք ես նույնպես եմ ասում եթե մենք մոտենում ենք 21-րդ դարի ազատական արժեքային համակարգից ապա ես ձեռնպահ կմնամ գնահատական տալու որտեղ ես անձամբ ինքս համարում եմ որ մենք 21-րդ դարում ենք ապրում եւ այդ իմաստով ամեն ինչ ազատականացված է թեև կարծում եմ որ պետության ղեկավարը առնվազն գոնե քաղաքացիական ամուսնության սկզբունքով պետք է ինքը ընտանիք ունենա ես տենց եմ կարծում բոլոր եվրոպական այսօրվա նորմալ երկրների ղեկավարները որպես օրինակ ցույց տալու համար իրենց քաղաքացիներին այդ սկզբունքով են ապրում ես նկատում եմ Միացյալ Նահանգները ես նկատում եմ Կանադան եւ այլն իհարկե կան իսային երկրներ եվրոպայի երկրներ որոնք այդ իմաստով ավելի ազատ են եւ համատեղ կեցությամբ ապրելը նորմա է համարվում ես համարում եմ որ ցանկացած մասնավոր մարդ իր մասնավոր կյանքով համատեղ կեցությամբ ապրելը նորմալ երևույթ է ես համարում եմ որ կապ չունի դա ինքը ամուսնացել է քաղաքացիական ամուսնություն ունի եկեղեցական բայց եթե դուք ես իրավունք ես վերապահում եթե դուք ես իրավունք ես վերապահում մտնել եկեղեցու դաշտ անանելա մտնում է եթե դուք իրավունք ես վերապահում մտնել եկեղեցու դաշտ եւ դուք ես համարում ես որ դու հավատավոր անդամ ես առաքելական եկեղեցու ապա կներես դու այդ դաշտում դու խախտել ես ֆունդամենտալ սկզբունքներ որին դու կարաս ենթարկվես անաֆեմայի եւ ամենավտանգավորը եկեղեցին կար առաջարկի հասարակությանը դնել իր օրինականության խնդիրը, որ ինքը ինչքանով է օրինական փաստացի ղեկավարում Հայաստանը, որովհետև ինքը պետությունը սպասարկում է իր զուգընկերոջը բազմաթիվ ծառայություններ տալիս, որը պետք է չլներ։ Սա ֆունդամենտալ խնդիր է։ Ես դրա համար եմ ասում, ես կարծում եմ, որ ինքը ֆունդամենտալ սխալ է անում, երբ որ մտնում է այդ դաշտը։ Հասկանալի է թե ինչա մտնում այդ դաշտը, որպեսզի կարողանա ցույց տա Ալիևին եւ Փաշազադեին, որ ինքը այս հարցում պրինցիպիալ է տրամադրված եւ ինքը պատրաստ է կազմակերպել եկեղեցին, որտեղ եկեղեցին փաստացի ռևանշիստական սկզբունքներով հանդես գալ։ Դա նորմալ հասկանալի է։ Հասկանում ես, բայց ինքը պետք է հասկանա, որ ստեղ կան կարմիր գծեր։ Եթե ինքը այդ կարմիրի անցավ, բումերանգ էֆեկտով, ուրեմն միանշանակ գրառումների մասին կասեմ։ Սրբազանի Աճապահյանի խոսքերն են. Սրիկա, գիտես, անուններ տուր։ Ինչի ես այնպիսի տպավորություն ստեղծում, որ մարդիկ իրենց ճանաչած սրբազաններին սկսեն կասկածել։ Աննորմալ, քո անբարոյականությունը քո ընտանիքում դրսևորի։ Ամբողջ կյանքդ պղծության մեջ ես անցկացրել, մինչև հիմա էլ պղծության մեջ ես։ Ապորինի կենակցում ես, Անայի մասին ասում, կենակցում ես եւ ապորինի կենակցիտ էլ ներկայացնում ես իբրև առաջին տիկին։ Տեսեք, ես ձեռնպահ կմնամ այդ գնահատականներին, որտեվ ես Դուք ասեցիք անցել է գիծը։ Ես ճիշտ ասած անհարմար եմ զգում, տեսեք դուք էլ, ես անհարմար եմ զգում, այս պիղծ սրբապիղծի խոսքերը փոխանցեմ այդ գրառումներին չի ասել եկեղեցու մասին կամ սրբազանների կամ վեապարի մասին։ Ես անձամբ, քանի որ մենք 21-րդ դարում ենք ապրում, ես սկզբունքորեն ձեռնպահ կմնամ այդ տիպի գնահատականներին, որտեվ դեռ հույս ունեմ, որ այս մարդը հետ կկայնի իր այդ process-ից, եթե ինչ որ տեսել ինչ է գրել նորից։ Չէ, նորից եմ կրկնում, ես նորից եմ ասում, ես մարդը կոնկրետ ծրագիր է իրականացնում, հետևողական անում է դա։ Եթե ինքը խորացնի այդ process-ը, եկեղեցին կունենա բնական բարոյական իրավունք ըստ էության գնալ ավելի ռադիկալ քայլի, այդ ռադիկալ քայլը կլինի ամբողջովին լեգիտիմ իր կողմից եւ ամբողջ հասարակությունը արդեն կաջակցի այդ process-ը։ Եվ այդ ժամանակ ես կարծում եմ, որ Փաշինյանը ֆունդամենտալ կպարտվի եւ Ինչ եք վստահ, ինքը գիտեք, որ շատ լավ գիտինք, տեսե 2000 առհասարակ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը իր թերթը միշտ կառուցված է եղել, կարծացական ստի բարձր գոռալու, վիրավորելու, անպատելու չէ։ Ինքը այդտեղ անգերազանցել, ինքը 18 թվականին էլ եկել, հիմա եթե մի հատ ասես, ինքը 40-ක් պատիկ ինչ որ ստի, տեսեք Բորիս Մուրազին անավոս պատասխանում։ Այսինքն նենց այլանդակություն կասեն։
Դու կասես ինքը մի 40 տիպիս է դիչոր այլանդակություն սուտ ես հիմա անկախ ամենից։ Էդտեղ հնարավոր է Նիկոլին, դա իրանց տիրույթն է այդ այլանդակությունները։ Բայց անկախ ամենից Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ինքը այսօրվա Նիկոլ Փաշինյանը տարբերվում է առավել եւս 18 թվականի բայց որտեղել այդ ոճը տեսեք նորից հայկական ժամանակի գլխավոր խմբակի Նիկոլ Փաշինյանից եւ որ այսինքն ինքը նույն այլանդակությունները պարոն Բոզանեն այլանդակությունները որ իր գրքում գրում էր ինքը այդ նույն այլանդակությունները հիմա այն ժամանակ խմբագիր էր լրագրող էր հիմա վարչապետը նույն այլանդակությունները դուրս է տալիս բայց հիմա այն ժամանակ հասարակությունը դիակ չէ դրա մասին մեծ մասը կեղտոտ անկողնի նկատմամբ ինչ որ Բացիլային հագում կա, այս ինչ այլանդակություն է։ Հիմա ամենից պարզ է, բոլորս էլ արդեն գիտենք այդ մարդիկ ովքեր են, բայց անկախ ամենից հասարակությունը արդեն ամբողջովին ծանոթացել է իր հետ։ Եվ այդ ծանոթությունի արդյունքում դա ոչ դրական։ Բայց ինքը հասարակությանը զբաղեցնում է, հասարակությանը տարել ասում է, տեսեք սրանք, տեսեք նրանք, տեսեք սրանք, սա աններն էլ անգամ չէ ուզում։ Տեսեք, հիմա ես ուրիշ բան եմ ասում, ինքը եթե վաբանկ գնա, ինքը դրանից ֆունդամենտալ պարտվելու։ Ինչի եք վստահ։ Որովհետև տեսեք, եթե ինքը մտավ այդ դաշտը ապա այդ դաշտում ինքը ֆունդամենտալ խոցելի է օրինական բոլոր հիմքերը կան եկեղեցու կողմից որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ իրան անաֆեմայի ենթարկելու եւ օբյեկտիվորեն բացի դրանից նաեւ հաշվանելով այն ինչ որ ասեցին նորից իր օրինականության լեգիտիմության խնդիրը առաջ կգա եւ ըստ էության կարող է Հայաստանում իսկապես նոր տրիգերային շարժում սկսի իրան հեռացնելու հետ կապված Եվ այս անգամ արդեն, որը գլխավորի կաթողիկոսը, այս անգամ իմ կարծիքով արդեն ամբողջ հասարակությունը արդեն, որտեղ օբյեկտիվորեն Այսինքն ինքը եթե շարունակի, այն ինչ որ ասած Սրբազանը Հաճապահյանը, այդ արդեն կդառնա խոսույթ բոլոր եկեղեցու կողմից կդինի։ Ես հիմա դրա համար ես ինչ կարող է ինքը հատուկ այդպես հրահրում է տանում, նաև տեսակետ կա, որ ինքը օրակարգ է ուզում բերել, այդ օրակարգի տակ ինքը պատրաստում է Հայաստանը հանձնել, ինքը դուք ներկայացրեցիք, չէ՞ ինչ է պատրաստ։ Ինքը իր թալանն է պատրաստման թաքցնում Նիկոլը։ Ինքը շարժում է օրվա սկզբունքով Այսինքն քանի որ ինքը աչոտ ունի Նիկոլ բանի Ալիևի եւ Փաշազադեից առաջ ինքը այդ հաշվետվությունը որ պետք է տա ինքը ստիպված է այդ քայլերին գնում բայց իրան պետք է բացատրել որ ինքը չի կարող անվերջ գնա որտեղ այս երկիր կներեք այս երկրում ոչխարներ չեն ապրում եթե այս երկրում ապրեին 100% ոչխարներ եւ հավեր այդ ժամանակ կարելի էր հասկանալ Դե ստացվել է, հիմա կասի 7 տարից ստացվել է։ Չէ, հիմա ինչ որ է, հիմա ինչ որ ստացվել դա սա մեծագույն խայտարակությունը ամոթն է մեր ժողովրդի, բայց նաև մեր քաղաքական վերնախավի, որ 7 տարի կարացեն, սա չեմ ուզում դրա քննարկեմ, սա Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո մեծ ռազմորկա է առնելու, որտեղ այս քաղաքական վերնախավի 95%-ը այլևս չի լինելու այս դաշտում։ 95%-ը։ Որտեղ այս մարդիկ փաստացին, բայց առանձին ուզում կամ եկեղեցու թեմային, դուք կարծում եք ստիպված կլինի, եթե Նիկոլը շարունակի հայ առաքելական եկեղեցու հոգևորական դասը ստիպված կլինի մտնել դրա մեջ, անխուսափելի է սա։ Կլինի, որտեղ փաստացի ստացվում է հետևյալը, որ կստացի որ հայ ժողովուրդը փաստացի պատրաստ է ամեն ինչ վերած ոչնչացնել իր ինքնությունը ոչինչ դա կլինի մեծ սա կլինի տիեզերական խայտարակություն բայց դա դուք ձեր խոսքի սկզբում էլ ասիք դա մեծ հաշվով հայ առաքելական եկեղեցու գործը չի դա մեր բոլորիս գործն է ես դրա համար եմ ասում եկեղեցին չի խառնվում աշխարհիկ կյանք եւ աշխարհիկ կյանքը պետք է չխառնվի եկեղեցական կյանք դրանք տարբեր հարթություններ են հասկանում ես Ինքը դա շատ սկզբունքային խնդիր է, որ եկեղեցին ինքը երբևիցե քաղաքական դաշտի մեջ չի խառնվել, նույնիսկ Սրբազան շարժման ժամանակ վեապարը եւ եկեղեցին առանձնացրեցին, չէ՞, ինքը ասացին, որ մենք չենք ուզում խառնել քաղաքական եւ հասարակությունն էլ դա պահանջում։ Հասարակությունը ասում է եկեղեցին պետք է չխառնվի քաղաքական կյանքում, քաղաքականությունը պետք է չխառնվի եկեղեցական դաշտում։ Դա դրանք տարբեր բաներ են։ Բայց հաշվառային հանգամանքը, որ Ալիևի պահանջ կա, քանի որ Նիկոլ Փաշինյանը թուղթ է ուզում, այդ ամենը ինքն է սադրում այս process-ը, բայց այդ սադրելը վերջում բումերանգ էֆեկտով իրանա պատասխան։ Եվ նաև հավատարմության ուխտ է, որ տեսեք, դուք ասեցիք, ես միանգամից բանը արձագանքեցի։ Միանշանակ։ Ինքը նույնիսկ բայց նաև հասարակության մեջ տեսեք փորձ է անում հնարավորինս իջեցնել հոգևոր դասիները, ինքը այդ այլանդակությամբ է զբաղված։ Ինքը ուրիշ տարբերակ չունի, որպեսզի ինքը կարողանա բավարարի Փաշազադեի պահանջը, ինքը ստիպված գնում է եկեղեցու ոչնչացման ճանապարհով։ Շատ լավ։ Այստեղ կար երկրորդ հանգամանքը, որ այս վերջին փուլում մենք էլ ենք առթունեցի խոսելու իր ահռելի թալանի մասին է խոսքը գրում անդադ բացահայտվել։ Եվ նաև ստվերելու է թալանը։ Տեսեք, դրա արդեն առանձին խնդիր է, որտեղ ինքը արդեն այնքան մեծ հանցանքների մեջ է մտել բոլոր իմաստներով,
որ ինքը շատ լավ հասկանում է, թե հանգարց իշխանությունը կորցրեց, իր համար լինելու է տիեզերական կատաստրոֆա։ Ինքը փորձում է ամեն կերպ պահպանել դա։ Ու դրա համար, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, եւ իր շրջապատին եւ իրան, ըստ էության, քանի դեռ կա հումանիտար միջանցք իր ճողոպրելու Հայաստանից, եւ այդ իր շրջապատը պետք է բացատրի իրան, որ կարողանա Հայաստանը մաքսիմալ լիցքաթափի, որտեղ ինքը շանս չունի վերընտրվելու, դա միանշանակ եմ ասում։ Նիկոլ Փաշինյանի վերընտրվել է 26 թվականին հավասարազորակ քաղաքացիական մեծ պատերազմի, որի հետևանքը արդեն մեծ ազդեցությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի կլինի, այլ ամբողջ շրջապատի վրա կլինի։ Իսկ այդ ամբողջ շրջապատը ուզում է հայտնվի թիրախի մեջ հայ ժողովրդի կողմից։ Իհարկե ոչ։ Ես դրա համար եմ ասում, որպեսզի այս խնդիրը մաքսիմալ հարթ ձևով անցնի, ավելի առանց ցնցումների անցնի, ես կարծում եմ պետք է մեծ կոնսենսուս, որպեսզի այդ կոնսենսուսի մեջ մաքսիմալ անհարթ Հայաստանը առանց մեծ ցնցումների վերափոխման գնա եւ ըստ էության մեծ ցավ առանց ցավոտ process-ների բոլոր կողմերի համար ամենակարևորը այս խնդիրն է։ Եթե այդ գիտակցումը չլինի իր շրջապատում եւ իր մոտ, ապա վերջը ամենավատն անելու եւ իր համար եւ շրջապատի համար։ Եվ նաեւ ընդդիմությանը այն էներգիան, գիրքը, էմոցիան, որ ամբողջը խտացված է ձեզ մոտ, որ ինչ որ թևեր իրար նկատմամբ ինչ որ բաներ եք ասում, մի կողմը կոնկրետ ինչ որ երրորդ ուժեն իրանց արևին փորձում ձևավորել եւ ասում են դրա համար մենք պիտի հնարավորինս թիրախավորենք երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Ինչ որ ինտրիգաների խումբ կա երկրորդ նախագահի կողքասը մենք անպայման թիրախավորենք երրորդ նախագահին։ Երրորդ նախագահի խմբում այդպիսի մարդիկ կա, որ անպայման պիտի թիրախավորեն երկրորդ նախագահին։ Նաեւ այս մարդիկ պիտի հասկանան, որ դա շարունակվի։ Անկեղծ ասած հասարակությունը արդեն եթե շատ երկար process-ը տալտևեց, հասարակությունը արդեն գնահատական է տալու բոլորին, որտեղ հասարակությունը շատ լավ հասկանում է, որ այս խայտարակ ամոթալի վիճակը, որ տեսնում են մարդիկ, եւ տեսնում են թե ինչով է զբաղված Հայաստանի քաղաքական վերնախավը, դա ամոթալի է բոլոր տեսակետից։ Եվ ընդդիմության մասին ասենք, մենք կորցրել ենք Արցախը, բայց ոչ մի գնահատական չի եղել։ Մենք հիմա Հայաստանը պիտի կորցնենք եւ այդ ռազմորկանները պիտի անեն թե որտեղ իմանան թե վաղվա ընտրություններում հետ Փաշինյանական Հայաստանում որտեղ ինչ դիր պետք է անեն, հա։ Դե ամոթել է սա։ Բայց մենք ինչի ենք զարմանում, որ ժողովուրդը փաստացի մերժում է բոլորին, որտեղ ժողովուրդը ինտուիտիվ է հասկանում, որ ինքը չունի քաղաքական վերնախավ։ Ես իսկապես այդ խնդրեմա, բայց դա առանձին քննարկում է։ Ինքնազոհության գնացող նվիրյալ, որ պատրաստ էլեմենտար բարոյական այո, ճիշտ է։ Որը ստեղ եթե վաղը Հայաստանը չլինի, քանի կոպեկ արժի թե ով որ ցուցակի մեջ կլինի, հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Բայց այդ մարդկանց պահված կերպ մարդկանց ցուցակը չէ, նրան հեռացնեն, նրա դեմ չգիտեմ ինչ անեն, սակայն այնպիսի էմոցիոնալ, այնպիսի կատաղած բաներով ես պետք է նրան պատասխանը տամ, նրա պատասխանը պիտի տամ։ Ամենից ժողովուրդը դա տեսնում է եւ վերջը բոլորի գնահատականները լինեն։ Ես ճիշտ ասած չգիտեմ տեղին է թե չէ, մի անգամ էլ եմ ասել սրա մասին, երբ որ ժամանակին կենտրոն հեռուստաընկերությամբ հայելու առաջ հաղորդաշարն էի վարում, ես այդ ժամանակ հասկացա, որ ժողովրդի մեջ այնքան իրականում ես հենց իրենց համար էլ աշխատում եմ, որ գիտեի, որ ինձանից շատ խելոքներ կան, երբեմն գալիս այնպես դիտողություններ էին անում, ասում եմ Աստված, ասենք ես թվում է թե դա չնկատեցին եւ անցավ կամ այդ խորքերը չէ, միշտ էլ կա այդ շերտը, որ ինքը քեզանից շատ լավ գիտի, դու ազնիվ ես, ազնիվ չէ, դու բարոյական ես, անբարոյական ես, ինչ կռիվ ես տալիս, ինչ ես անում։ Ժողովուրդը ինքը ինչքան էլ որ սխալվի, չսխալվի կամ բանանի, ինքը այս իր process-ների վրա քաղաքական դաշտի ազդեցությունը գրեթե զրոյական է, ասեմ քեզ իմանաս։ Ժողովուրդը ինքնակամ է հասկացել, թե Փաշինյանը ուրա տանում երկիրը։ Ժողովրդի մեջ ինքնակամ է առաջացել այդ ընդվզումը եւ դժգոհությունը Փաշինյանի նկատմամբ։ Ցավոք սրտի եմ ասում։ Դե բայց չզրոյացնեք աշխարհի բոլոր երկրներում ժողովրդին կազմակերպում են քաղաքական վերնախավը, քաղաքական ուժերը, քաղաքական վերնախավը, քաղաքական մտավորականությունը, հա։ Հայաստանում ունիկալ վիճակ է։ Հայաստանում առաջացել է մի հատ փակ շրջան, երբ որ մարդիկ իրար մեջ էփվում են, իրար նույն բանը իրար խոսում են, իրանք են զգում, որ արդեն ազդեցություն չունեն հասարակ մարդու վրա, իրանք չեն հասկանում, թե ինչ պատճառով, հասկանում ես, բայց ժողովուրդը տեսնելով այս ամենը, դա ողբերգական ժողովուրդը մենակ է մնացել։ Այս ճակատագրի հետ կապված դրա համար էլ ժողովուրդը 100 տարի ցեղասպանության ենթարկվեց։ Դրա համար հայ ժողովուրդը անընդհատ պետականությունը կորցրել է։ Ինչի է կորցրել։ Այն ժողովուրդը ինչա պետականություն կորցնում, որովհետև չունի պետականաստեղծ բնազդով քաղաքական վերնախավ։ Այդ ժամանակ էլ պետականությունը կորցնում է։ Տեսի, ես մի հատ ուրիշ բան ասեմ։ Պետականություն չունեցող ժողովուրդը ունեցավ բանը Գրիգորի Հարությունյան, ունեցավ Յակոբ Զարոբյան, ունեցավ Անտոն Քոչինյան, ունեցավ Կարեն Դեմիրճյան, չէ,
Մեկը մյուսից ավելի նորմալ ղեկավարներ են եղել, արի համաձայն, բայց պետականություն չունեցող ժողովուրդ էր։ Այսինքն ստացվում է հետևյալը, որ դրսից որ նշանակում են մարդուն, այդ մարդը ավելի ազգային մարդ է լինում, քան որ ժողովուրդը Իրանից է ծոցից է դուրս գալիս։ Դա մեծագույն խայտարակություն է, դա նշանակում է որ ժողովուրդը պետական բնած չունի, որտեղ պետական բնած ունեցող որտեղ է, եկեղեցին այնուամենայնիվ տեսեք կարողացել է, այո, եկեղեցին ի տարբերություն պետական վերնախավի, որ այսպես կարողացել ամբողջ աշխարհում եկեղեցի բանը էս արդեն ըստ էության 1700 տարուց ավել է, ինքը մնացել է եկեղեցի։ Պետությունը ժողովուրդը կորցրել է պետականությունը, բայց եկեղեցուն պահպանվել է։ Նշանակում է եկեղեցու այդ փորձը, եկեղեցու այդ խորիմաստ էությունը պահպանվել է, այսինքն եկեղեցին ավելի լուրջ է, ցավոք սրտի, քաղաքական վերնախավը։ Սա ողբերգություն է։ Սա եւ այս խայտարակությունն է փոխանակ այս քաղաքական ուժերին ում հետ խոսում ես իրենք սպասում են հիմա եկեղեցին թող հոգեոր այսպես անեն մեկ ինչի դե ուրեմն գնացեք բոլորը ձեր բաները հրաժարվեք փակեք ձեր կուսակցությունները ձեր գործունեությունը կասեցեք հետո ասեք պիտի եկեղեցու գործն է դա ես քեզ մի բան ասեմ այդ հետ փաշինյանական Հայաստանում բոլորը իրարից ամանչելու են բոլորը բոլորից ամանչելու այնքան անբարոյական են ես վստահում չեն ամանչելու այս պահվածքը այս մտնոլորտը երբ որ մենք կորցրել ենք հսկայական տարածքներ ինչով են զբաղված եւ ինչ են ինչով են հիմա զբաղված էսի վերջը իրանք ամոթ են զգալու բայց այդ ամոթը առանձին խնդիր է հիմա պետք է մենք Հայաստանը փրկենք հետո նոր խոսանք արդեն տես բաների մասին Շատ լավ, հիմա ես նաև ուզում եմ հասկանալ, սա կողակից է զուգընկեր է, չգիտեմ ինչ պիտի ասենք, այս կնոջ ակտիվությունը եւ այդպիսի որակավորումներ, ոչիլներ, անասուններ, չգիտեմ ինչև են մեկին ասում է գնա սեռական, այս սեռական թեման սա խանգարված է, ես այդ հարցը չեմ ուզում հիմա, այս թեման հանի այսքան հրապարակ։ Ես հիմա չեմ ուզում այս Ինչ է ակտիվացի, ես հենց վիրավորակների ակտիվությունը բացատրեմ, որտեվ իրանք քանի որ տեսել են որ իրանց վարկանիշը Դե զույգը ընդհանրապես եւ չպիտի տարանջատել իրարից։ Նայեք, քանի որ չէ, այստեղ խնդիրը դրա մեջ չի։ Ինքը իր ամուսնուն է աջակցում, որը հասկանալի է, մարդկանցորեն հասկանալի է։ Քանի որ Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, իրաց մոտ առաջացել է վախ։ Եթե կտրուկ անկում ես ապրում, իսկ իրանք էլեկտորալ կենթանիներ են, իրանք լավ են զգացել միշտ ժողովրդի պահանջը, ազդակները լավ ֆիքսել են։ Հիմա որ տեսել են, որ իրանք ռեյտինգը անկում է ապրել, իրանք վախի մեջ են հայտնվել։ Իրանք հասկացան են, եթե ժողովուրդը կատաղած ատում է իրանց, վաղը մյուսինանք, որ կորցնեն իշխանությունը, իրանց հոշոտելու են։ Այդ վախը իրանց մոտ առաջացել է շոկ, խուճապ։ Խուճապի արդյունքում մարդը, որ խուճապի մեջ է հայտնվում, սկսում է իրան պատեպատ տալ, հայհոյել, բանանել, ինքը սկսում է արդեն էմոցիոնալ արձագանքներ տալ, որը հասկանալի է։ Բայց այդ խուճապը եւ վախը հաղթահարելու մի տարբերակ կա։ Ի վերջո մենք հասկանում ենք, որ վիրավոր գազանին, որ կողես անկյուն, այդ վիրավոր գազանից ավելի վտանգավոր բան չկա, կարող պետությունը ոչնչացնի։ Հիմա իրանք վիրավոր գազանի կարգավիճակի մեջ են, որպեսզի իրանք չվնասեն պետությանը, պետք է լինել, ասենք, մի հատ խոհեմ քաղաքական վերնախավ, հասկանալով իրավիճակը, փորձեր նենց կառավարել process-ը, որպեսզի այդ վիրավոր գազանը կոպիտ եմ ասում, հա, ինքը առանց վնասելու պետականությանը, ինքն էլ կարողանա ինչ-որ դիմաստով կարողանա համ իրանց անվտանգության խնդիրը լուծել, համ պետության անվտանգությունը։ Այստեղ շատ կարևոր է իմ ընկեր Անդրանիկ Թևանյանը հիմա շատ լավ բան է ասում, ասում է մենք պետք է ավելի շատ սիրենք Հայաստանը, քան ատենք Նիկոլ Փաշինյանը։ Դա շատ կարևոր բանաձև է։ Եթե մենք այդ սկզբունքով չշարժվենք, մենք կարող կորցնենք պետականությունը, որտեվ ատելությունը դա ֆունդամենտալ խնդիր է, որը իր մեջ որպես ացիանցիալ բերում է շատ բացասական երևույթներ։ Հետո վերջում բումերանգով դա գալիս է, ոնց որ Փաշինյանը ատելություն սերմանեց նախկինների նկատմամբ 18 թվականին։ Հիմա այդ բումերանգով եկել է Իրանա գալիս, այդ նույն ատելությունը։ Այն ժողովուրդը, որ Իրան կուրք էր սարքել, այդ նույն կուրք սարքած ժողովուրդը հիմա Իրան ատում է նույն ձևի, նույն սկզբունքով։ Հասկանում ես։ Այս ամենակարևոր Բայց ես ասեմ իրեն հաջողել է վերջերս շրջաններից մեկում ենք եւ քաղաքացիներ որ չէ մերժում ենք թող գնա գրողի ծոցը սխալ են կարել 18 թվականին 21 թվականին հետո մեծ ցույց էին տալի բողոքում են մի հատ ավիրում են իմիջիալոս Ծաղկաձորը ուղղակի սենց ավերա գնում այդ անտառների մի սարսափելի բան է տարօրինակ կերպով ինչ որ շենքեր են բարձրանում կիսակառույց կառուցված չգիտես ինչ են անում խժռում են ասեմ որ երեք նաև մեծ անկալյալ ռուս գործարար $5 միլիոն ներդրում է արել շատ շուտով այդ հրապարակում
դրամները կներկայացնեմ, պատրաստ է խոսելու, հրապարակելու եւ ասաց, որ ուղղակի այսպիսի կոռուպցիոն համակարգ ինձ թալանել են, սննկացրել են, հասցրել են սննկացման եզրին, էլի այդ Ծաղկաձորի եւ Հրազդանների մասին է խոսքը եւ ասաց, որ ինձ զգուշացրել են այդ ամեն ինչի հետևում Սասուն Միքայելյանը եւ իր որդին է, այսինքն ամենտեղ մի հատ այս բդեշխների բան է դրել, այնպես որ այսպիսի բան վիճակ է, հա, սա այլ թեմա է, բայց այդ անձը ասում է ու սենց սրտացավ մարդ էլի, այդտեղից էր ասում, տեսեք, այս կամանտար էստեղ են կտրել, չկա, գոյություն չունի, այս փրթելով գնում են, էլի, սա տեղերում, բայց ինքը ինչ էր ասում, ասում է ես ասում եմ ում եք կտրել, մենք կորցրել, մենք հիմա անտառների մասին խոսում ենք, դե այդպիսին են մարդիկ, որտեվ Արցախի դեմ այս վիժվածքը հիշում եք, ասում են մաքրենք արցախցիներին, այս վիժվածքն են ասում, երբ որ մարդը արդեն կորցնում է իր վարկանիշը, կորցնում է իր ուղենիշը, զարգացման տրամաբանությունը, պետությունը սկսում է արդեն քայքայվել։ Քայքայման մեջ, ասենք, անտառներ կարա վառվի, կաշառքներ կարա մեծանալ։ Այդ ուրիշ բանի մասին ուզում ասեմ, ինքը ասում է, ասում դե զգում եմ մարդուն, ես տեսնում արդեն կամ երկու խոսք խոսում ասեմ, բայց ընտրել եք 18-ին, ասում այո, ասեմ ոնց որ թե 21-ին էլ եք ընտրել, ասում դե հասկանում եք դուք դե ես էլ կոպիտ եմ այդ հարցերում, էլի, բա դուք ինչքան պիղծ եք, այսինքն այդքան երեխա որ մահացել, ձեր որդին մահացել է, ասում չէ, ասեմ բա որ նրան մահացել է, ձեր թեման չի, չէ, հայրենիքը տվել են, բան ձեր թեման չի, բայց ինքը ինչ է շարունակում, ասում այս այլանդակությունաբար, բայց ասում է կարևորը մի հատ թուղթ պիտի լինի, ասեմ ինչ թուղթ Խաղաղության թուղթ։ Ահա դուք տեսնում եք, դուք ասում եք Նիկոլին չի, Նիկոլին հաջողում է։ Մոլորեցնել ժողովրդին, սա դեմ պիտի մենք աշխատենք։ Հիմա ես քեզ մի հատ ինֆորմացիա ասեմ, գաղտնիք եմ բացում, որ պատկերացնես, մինչև ընտրությունները Ալիևն ու Էրդողանը իրեն տալու են այդ նվերը։ Այդ խաղաղության թուղթը ստորագրվել է։ Դա որպեսզի ինքը կարողանա այն նոմներով այդ խնդիրը լուծի։ Իրանք հիմա մաքսիմալ ուզում են զիջումներ կորզեն իրանից, որպեսզի թուղթը վերջում շատ ծանր թանկ գնով վաճառեն դա։ Բայց ես քեզ մի հատ ինֆորմացիա ասեմ, որը պետք է հիասթափեցնի Նիկոլ Փաշինյանին։ Ի վերջո այդ թուղթը թղթի ազդեցությունը ընդամենը 3-ից 4 մաքսիմում 5% է ազդելու մարդկանց վրա, մաքսիմում, որովհետև դուք մուրճի մասին պատկերացում ունեք, մուրճը վերցրեց եկավ կործանված, ցեղասպանված, հանձնած։ Ես հիմա մի հատ բան ասեմ, որպես էմոցիոնալ շարժում ենք, ես ինքս անձամբ 21 թվականին գրեթե կանխատեսում էի նման տիպի արդյունք, որովհետև այն ժամանակվա տրամադրությունն ու մտածողությունը այլ էր մարդկանց մոտ։ Հիմա ֆունդամենտալ փոխվել է։ Այդ փոփոխության մեջ դրած է մի շարք բաղադրիչներ, մենակ խաղաղության բաղադրիչը չի, բայց նաև կա մի կարևոր խնդիր, մարդկանց ճնշող մեծամասնությունը արդեն շատ լավ հասկանում են, որ խաղաղությունը թղթով չի ամրագրվում, խաղաղությունը ամրագրվում է ուժեղ դաշնակցով։ Դա բոլորը արդեն հասկացել են։ Անկախ նրանից թե դաշնակցի հանդեպ ոնց են վերաբերվում, մարդիկ շատ լավ հասկացել են, որ թուղթը 5 րոպեում կարաս վերածվի պատերազմի։ Դա բոլորը հասկացել են։ Ու այդ թուղթը արդեն մուրճի դերը չի կատարի։ Կարող է մի 3-4 մաքսիմում 5%-ի վրա աշխատի, բայց այդ 3-4%-ը եթե համակարգված կազմակերպված ընդդիմություն էս ամեն ինչի դեմ չաշխատեց։ Ես նույնիսկ հույս չունեմ, որ այդ ընդդիմությունը համակարգված լինի, որտեղ ես դրանց վրա ռաշիո չեմ անում։ Դե չունեք, բա ոնց եք, ով է բացատրելու այս ժողովրդին, որ այդ թուղթը ձեր արյան թուղթն է լինելու, ձեր վերջնական Հայաստանի խաղաղության թուղթը Նիկոլի, ձեր կործանման թուղթն է լինելու։ Պատկերացրեք, այս ժողովրդին իսկապես բառից բնում աստով պետք է նոր քաղաքական վերնախավ, որը վարկաբեկված չի, որը մարդկային լեզվով կբացատրի թե իրանց ինչ է ներկայացնում, եւ ժողովուրդը կհասկանա, որտեղ ժողովուրդը արդեն բոլորին ճանաչում է եւ այդ իմաստով, եթե մենք հույսը դնենք այդ ընդդիմության վրա, որ իրար հիմա փոր են թափում, 100%-ով մենք Երևանն ենք տալու, Էջմիածնն ենք տալու, մենք Հայաստան չենք ունենալու, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածում։ Շատ լավ, հիմա տեսեք, մի հատ նոր հենց գրառում է արել, ես չգիտեմ։ Ինչ է ուզում այս մարդը։ Կառավարության հաջորդ նիստում, վստահ եմ չեք հասցրեք արտահալ։ Պարտադիր շատ մանրադրամներ քննարկելու ենք անարատ հղիության իրատեսականությունը, պահպանել, դե թե կհասկանաք, խնդրում եմ դի բացատրեք, պահպանելով ցանկացած մարդու անձնական կյանքի գաղտնիության սկզբունքը, մենք այնուամենայնիվ պիտի պարզենք, թե արդյոք հնարավոր էր հղիանալ առանց համապատասխան գործընթացի, ու եթե ոչ, ապա ով է իրականում եղել Հիսուսի հայրը, սա դիսկուրս է, եւ աննորմալություն։ Ես կարծում եմ անլուրջ է։ Ինչ է, այս մարդը ինչ է, աննորմալ է, այս մարդը իմ ընտանիքի ճակատագրի հարցն է որոշում։ Ինչ անլուրջ, այս մարդը լուրջ տեսքով այսպեսի բան է գրում։ Հասկանել է, սա վերընկացան, դե որպես սա արդյունք է դրա։ Կներես հիմա եթե արդեն ես պետք է ասեմ, որ մեր ժողովուրդը փաստացի 18 թվական, տեսեք, այս տիպի օրինակ ասենք եթե համեմատում ենք օրինակ, չգիտեմ Պարաշենկոյի հետ կամ Յուշչենկոյի հետ կամ չգիտեմ ում հետ կամ Սահակաշվիլիի հետ, չէ՞։
Այս մակարդակի անգրագետություն այդ երկրները չեն ունեցել։ Սա էլ արդեն մեր ժողովրդի ցավոք սրտի անգրագետ մտնոլորտի մասին է խոսքը։ Այս անգրագետությունը կներես։ Եկել է 30 տարվա մեջ, որ 30 տարի մեր մոտ համատարած տգիտություն է եղել, համատարած մարդիկ խավարի մեջ են ապրել եւ ոչ մեկին դա հետաքրքիր չի եղել։ Ոչ մեկին։ Սա դրա մասին է խոսքը։ Այս մարդու ընտրությունը, որտեղ մարդը նայել է հայելու մեջ, տեսել է Իրան Փաշինյանին, չէ՞։ Ինքը դա դրա արդյունքն է, եկեք օբյեկտիվ, դրա համար այս ռազմական պետքա ֆունդամենտալ։ Չէ, որտեղ սա մասին նաև գրեցին էլ, այս մարդը նաև բաց տեսքով իր գրքի մեջ տարիներ շարունակ դա հրապարակել է, հետո գրքի տեսքով ներկայացրեց։ Ես գնամ, չգիտեմ, բռնաբարեմ արձանը, ես գնամ այլանդակությունների շարան, չէ։ Այդտեղ հիմա չքննարկենք այս ամենը։ Դե չէ, շարունակում են ձեր խոսքը, այսինքն մարդիկ գնացել են այլանդակության հետևից։ Դրա համար եմ ասում։ Մարդը գնացել ընտրել է այլանդակություն։ Դու հասարակ մարդուն չես կարա մեղադրես, թե ինչի որ դու այլանդակ ես։ Չէ, բայց ինչի՞ ես գնում այլանդակության հետևից։ Քրթական համակարգը ո՞նց է եղել 30 տարվա մեջ։ Ինչի խորհրդային կներես մի հատ բան ասեմ, խորհրդային միության ժամանակ, խորհրդային միության փլուզման հետո մենք սենց հասարակություն ունեցել ենք։ Ես խորհրդային միության ժամանակ եմ այնքան այլասերված մարդիկ եմ տեսել։ Այլասերված մարդիկ բոլոր երկրներում կան։ Դե հա, դա ուզում եմ ասել, կարելի է աշխարհի բոլոր ազգերի մեջ կան։ Բայց այսքան մասսայական բնույթ չի եղել։ Խորհրդային միությունը մեզ ժառանգել է շատ նորմալ ժողովուրդ եւ շատ նորմալ հասարակություն։ Շատ լավ, եւ ասում են մենք 30 տարվա մեջ կարողացել ենք այս հասարակությունը այլասերել մինչեւ վերջ։ Այլասերել հերոսատեսությամբ, այլասերել բարքերով, այլասերել արժեքներով, այդ լրատվամիջոցների եւ հերոսատեսության ամբողջ այդ բաներով այլասերել ենք մինչեւ վերջ։ Այն ինչ որ մեր մոտ խորհրդային միության տաբու է, դա կոչվում է ազատություն, լիբերալ արժեքներ։ Սա է խնդիրը։ Մենք պետք է անցնենք մինչեւ դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Պարոն Բոզյան, նաեւ եկի կասեմ, որ աշխարհն է նաեւ դրա ձեռքը պատանդը։ Մի հատ լիբերալ արժեքներ, դեմոկրատիա, խոսքի ազատություն տալով, այն օրը Խաչիկյանը ճիշտ էր ասում, մեկ այլ եթե Ռուսաստանում բանը ուղիղ եթերում, ասենք հանկարծ մեկին նկատմամբ ինչ որ մի բան լիներ, չէ՞, որ ուղիղ եթերում ջարդեցին այդ մարդուն, CNN-ից ու բանի ոչ մի հեռուստականալ դա չէր իշնի։ Ուրեմն Անժելան, աշխարհում մեկ իշխաններ որ դու ազատություն, ամբողջ աշխարհում սկսած երաժշտության մեջ կա նիֆորմատ հասկացողություն։ Հայաստանում այդ բանը չկա։ Հասկանում ես, դա ինչի է տենց, որտեղ դու տգետ վերնախավը տեկելա քո կառավարելա բանա սովխոզի նախագահների մակարդակով ու էսենց ժողովուրդ է ձևավորել։ Այս ժողովուրդը գնացել է ընտրության 18 թվականին այդ մարդուն բերել է, հիմա սաղ զարմանում են թե մենք ինչ ենք սեն ժողովրդուն։ Ձեզ նայեք հայլու մեջ թե տեսեք թե այս ժողովրդին ինչ ժողովուրդ է սարքել։ Այս ժողովրդին սարքել եք կներեք սենց անաստական ինստիտուտով դա ժողովուրդը պիտի վերանա, չէ՞ իշքան կարելի ասենք այդ խոզի տեսքով տական դիետևից։ Ժողովուրդին ցանկացած ժողովրդին ազգ սարքումա սեփական վերնախավը։ Այտենց բան ժողովուրդ չկա, որ ինքնաբերաբար ինքը զարգանա։ Ժողովրդին վերնախավն է ձևավորում ժողովուրդ ազգ։ Այս է ամենակարևորը։ Եթե դու չես հասկանում դա ինչ է, դու պետք է չննեիր вообще իշխանության մեջ, որ քո պատճառով sense բան չններ։ Այս ամենակարևորն է։ Եվ դրա համար բոլոր այն մարդիկ, որոնք մեղադրում են Փաշինյանին, նախ եւ առաջ իրանք պետք է այդ հայլու մեջ նայեն, իրանք ինչ դեր են կատարել այս ժողովրդի ձևավորումը մեջ, որպեսզի կարողանան նաեւ դրա մասին խոսեն։ Սա է ամենակարևորը։ Մենք պետք է շատ բաց խոսենք բոլոր թեմաների մասին, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, ախտորոշենք մեր հիվանդությունը, որպեսզի այդ հիվանդությունից մենք կարողանանք ելույթ ստանալ։ Բայց նաև մենք եթե հնարավորինս ժողովրդի աչքերը բացել եւ ասել տեսեք ժողովրդի աչքերը արդեն բացվել են։ Ժողովրդի աչքերը արդեն բացվել են։ Ժողովրդի կենթանի մակարդակով տեսնում է թե ինչ ճիճաճող անարդարություն կա։ Պարոն Բոզյան, ինքը արդեն օրակարգ մտցրել, արդեն սկսել են ժողովրդը էլ իր հացի են թանկացումների Նիկոլի Անայի Թանլալնի իրանց օլիգարխների մասին չի խոսում, հիմա խոսածը ճիշտ է եկեղեցու հետ կապված այ ասում, սրբազանների հետ կապված այ ասում։ Տեսեք ինքը արդեն էլի սկսեց իրանց ուղեղները բանալ։ Անժելա ջան, արի հիմա մի բան ասեմ, արի մենք հիմա չմտնենք իր օրակարգը, ժողովուրդը տես բան չի մտածում։ Ժողովրդին պետք չի ժողովրդի անունից բաներ ասել, ժողովուրդը շատ է լավ հասկանում է, որ դրանք շատ արհեստական խնդիրներ են։ Ժողովուրդը զբաղված է, ժողովրդին հետաքրքրում է իր պրոբլեմները, իր հոգսերը, սոցիալական խնդիրները։ Իսկ անվտանգությունն է, բա իհարկե, առաջինն է նաև անվտանգությունն է հետաքրքրում։ Դրա համար ինքն է ուզում արհեստական տան այդ դաշտի մեջ։ Մենք էլ այդ արհեստական դաշտի մեջ։ Եվ լավ էր որ եկեղեցին, բայց այն անունով այդ արհեստական դաշտ չմտավ։ Իր հայտարարությամբ բարձր գտնվեց եւ չմտավ։ Որտեւ այսօր մեղադրում էին, բոլորն ասում էին, Գավազանը վերցրու գնա տուր գլխին, փայտը վերցրու տարտուր իր գլխին։ Այսօր հայր սուրբերից մեկը խոսում ասում է, ինչ եք ուզում, մենք իրան ասենք համբալը դու ես ինչ, այսինքն մենք գնանք բանը այդ մակարդակը։ Ես դա եմ ուզում ասել, մեր քաղաքական վերնախավի մակարդակը ֆունդամենտալ տարվում է եկեղեցու մակարդակից։ Այդ կարևորը սրա մեջ է։ Եկեղեցին ունի շատ նորմալ վերնախավ։ Եթե շարունակի, մեկ անգամ ես ուզում եմ կրկնել, եթե այս այլանդակությունը այս թեման ինքը շարունակի, ինչ է սպասում Նիկոլին հայտնվելու է վստահ է։ Միանշանակ գիտեմ որ հայտնվելու է։ Շատ խորապես համոզված եմ դրա մեջ։ Շատ լավ, եւ տեսեք Թալանի թեմայի հետ կապված մամուլում գրվեց, չէ, որ
8 սուպերմարկետինգների ցանցը պատկանում է այս Նարեկ ինչ էր, Մարիամ դրան նկարը, Նարեկ Նալբանդյան, բայց ասում են հետևում կանգնած է Աննա Հակոբյանը, չեմ ուզում մեկնաբանել, որտեղ ես քանի որ չունեմ փաստեր, դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Ես չեմ ուզում, ես գիտեք, եթե մենք հիմա սկսենք այդ բանը փաստեր չունենալով խոսենք, ես մամուլից եմ մեջբերում անում եւ ասում եմ իրենցն է եւ հիմա որտեղ որ բացվում է հրապարակն է գրվել, կողքը ոչնչացնում են տարբեր ձևերով աներեստեղծում փակվում են բոլոր մանր միջին, այսինքն այսպիսի ռեկետ է արվում է ժողովրդին 4 միլիարդի պատմությունը, բանը ես անկեղծ եմ ուզում ասեմ, որպեսզի մենք չհայտնվենք իր դաշտի մեջ, մենք Նիկոլ Փաշինյան չենք, համաձայն ես սրա։ Արի նենց անենք որ մենք չդառնանք Նիկոլ Փաշինյան, շատ կարևոր է դա։ Չէ, բայց եթե 7 միլիարդ դոլար այդ մարդը բերել է, հարցը բարձրացնեք, այդ 7 միլիարդը մի հատ ասա, եթե դու 30 միլիոն մեկից վերցրել ես, ասում ես, նորը կարդացել եմ, թե Գագիկ Խաչատրյանից հրապարակային այսքան գումար, այսքան միլիարդ տան, չգիտեմ, Գագիկ Բեգլարյանից, այսքան եսի միշտ միլիոն, հրապարակային, ասել եմ պետությունը, հարց չբարձրացնեմ, օրինակ պարոն Բագրատյանը ինչ միշտ ասում է, ասա, բյուջեի որ տողով դա ուրա գնացել։ Կոնկրետ չէ, ձեր դուք ասում եք մենք վերցնել ենք, վերցրել ես Նիկոլ, ուր է այդ փողը։ Այդ միանշանակ 50 միլիոնը վերցրել ես, ուր է։ 100 միլիոն դոլարը որ ստացել է։ 2 միլիարդը ուր է, չասեք։ Գնաց այդ 100 միլիոն, չէ, այդ ամիջը սա։ Չէ։ Բայց ինքը դրանով է, 40000 անգամ է։ Այս սա ռազմորկանները լինել են հետագայում, դա միանշանակ եմ ասում։ Դու հիմա էլ թող մարդիկ իմանան թե ինչ թալանակ տեղի ունեն, ինչ է կատարում։ Եկեք հիմա ասենց ասեմ, հարցադրումները։ Հիմա եթե բոլոր ցանցերի 8 ցանցերի կողքը ինչքան մանր եւ միջին խանութ ու բաներ ձեռներս դերող, այդ ամենը փակվում է։ Դա արձանագրված է, չարձանագրի որ սա է տեղի ունենում։ Ցավոք սրտի եմ ասում, այդ փոքր խանութները շուտվանից են փակվում, երբ որ այդ process-ը գնաց շատ ավելի շուտվանից, դրանից ինչ եմ ուզում շատ առանձնապես խոսեմ, ցավոք սրտի կարամ ասեմ, Հայաստանում փոքր բիզնեսի մասին շատ քիչ մարդիկ են մտածել։ Միակ բանը, որ փոքր բիզնեսը զարգացել է, դա 2000 թվականից մինչև 2008 թվականն է զարգացել։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Մեկ էլ 2013 թվականից մի որոշակի ժամանակ է զարգացել, երբ որ վարչապետը փոխվեց Հայաստանում, այդ ժամանակ զարգացել է։ Ուրեմն ասած ժամանակ փոքր բիզնեսի հանդեպ վերաբերել են շատ վատ։ Սա միանշանակ է, դա առանձին թեմա է։ Շատ լավ, եւ 3 չի առաջ օր սա աննախադեպան է, Ուկրաինան համարում է սա մեծագույն հաջողություն, բայց դե սովորաբար նման գործողությունները բանը ասում են երբ ինքը սկիզբ Զելենսկին էլ տեղյակ չի, ընդ որում երեք միջազգային մամուլներին նայում, այնտեղ այսպես տեսակետ կա, պնդում էին, որ անգամ Ուկրաինայի անվտանգության համակարգի բաները տեղյակ չեն եղել, որովհետև այդ հավաքական արևմուտքը, այսպես ասած, իրենք էլ չեն վստահում, մտածելով որ ինչ-որ ինֆորմացիաներ կսպրտվի, եւ տեսակ որ իսարսափելի գործանիշների ոչինչ այո, դրա մասին է խոսքը, խոսում են 40 ոչինչ 7 միլիարդի ոչնչացանացին եւ դա տեղի ունեցավ։ Ես ասեմ, որ դուք ընդհանուր խոսեք, դա տեղի ունեցավ ուրեմն Ստամբուլում կայանալիք բանակցությունների նախորդին, սա էլ երևի կարևոր է, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները ավարտեցին, դրանք տևել էին 1 ժամից ավել, Ռուսաստանը չի համաձայնել հրադադարի եւ առաջնորդների հանդիպմանը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը, նրա խոսքով իրենց հաջողվել է պայմանավորել միայն գերիների փոխանակման շուրջ, Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է եւս 1 հանդիպում անցկացնել մինչեւ այս ամսվա վերջը, այնտեղ երեխաների վերադարձի մասին է խոսքը, այնտեղ ինչ որ թյուրն բռնում կա, որովհետև ասում են մենք պաշտպանել ենք եւ ինչ հիմա ավելի կարճ խոսենք, ուրեմն այն որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի դիրքորոշումը Զելենսկին 2 կամ 3 օրով հրադադար հաստատել Ռուսաստանի առաջարկի մասին ասել է նրանք հիմարներ են եւ շատ կոպիտ արձագանքել է նաեւ Մեդվեդևը, դուք գիտեք որ Մեդվեդևը սովորաբար այդպես բան հայտարարություններով է։ Այո, ամեն ինչ պետք է պայթի, անպայման կպայթի, իսկ նրանք ովքեր պետք է ոչնչացվեն, կան հետանան, ասել է Մեդվեդևը նկատի ունենալով Ուկրաինայի դեմ պատերազմը։ Ստամբուլում բանակցությունները անհրաժեշտ չեն ինչ որ մեկի կողմից հորինված անիրատեսական պայմաններով փողզիջումային խաղաղության համար, այլ մեր շուտապույտ հաղթանակի եւ նեոնացիոնալիստական կառավարության լիակատար ոչնչացման համար։ Սա է ռուսական հուշագրի իմաստը, որը հրապարակվեց 3։ Տեսեք, ինչ կատարվեց այդ ռազմավարական կորցանիշների ոչնչացման հետ կապված։ Տեսեք, ուրեմն Դոնալդ Թրամփը, եթե հիշում եք, միշտ նշում էր, որ Ուկրաինան պետք է անպայման համաձայնվի ինչ-որ ձևի կոմպրոմիսի գնա ռուսական կողմից, որտեղ Զելենսկին չունի խաղաթղթեր, ուժեղ խաղաթղթեր չունի։ Եթե դու չունես ուժեղ խաղաթղթեր, դու ստիպված պետք է կոմպրոմիսների գնաս։ Հակառակ դեպքում այն ուժեղ կողմը ավելի շատ բան կարա քեզանից վերցնի։ Դա
քաղաքագիտության եւ դիվանագիտական աշխատանքի ալֆա եւ օմեգա է, բոլորը հասկանում են։ Բայց այդ եվրոպական երկրները, որոնք միշտ բացասական դեր են կատարել, իդեպ ասեմ մեր ժողովրդի վրա են շատ բացասական դեր կատարել 100 տարի առաջ, խաբելով ժողովրդին, որ մենք գանք դες կօգնենք, բան հետո ինչպես միշտ գցել են։ Նույն ձևով իրանք խաբեցին վրացիներին, խաբեցին բոլորին, հիմա էլ ուկրաինացիներին իրանք տալիս են, այսպես ասած, կուտ են տալիս, որ մենք կգանք աջակցենք բան, իրանք այդ եվրոպական ժողովուրդները արդեն ցավոք սրտի եմ ասում, իրանք մի հատ այլասերման դաշտ են անցել, այլասերման բան են անցել։ Իրանք ոչ նորմալ կանոնավոր բանակ կանոնան, ոչ նորմալ ռազմավարությունաբերական համալիր կանոնան։ Իրանք դարձել են մաքուր սպառողական ժողովուրդներ, այլասերված եւ շատ էգոցենտրիկ ժողովուրդներ են դարձել եւ իրանք խիստ բացասական դեր են կատարում այդ իմաստով միջազգային հարաբերությունների մեջ։ Իդեպ ասեմ, որ առաջին համաշխարհային պատերազմը ծնվել է Եվրոպայում, Գերմանիայի կողմից, երկրորդ համաշխարհային պատերազմը ծնվել է նույն Եվրոպայում, նույն Գերմանիայի կողմից։ Գերմանիայի կողմից թե Մեծ Բրիտանիայի, ով էր սնում, հիշեք։ Ով էր ծանել այդ ամենը սնելը մի կողմ թողնենք, բայց երկու համաշխարհային պատերազմը ծնվել է Եվրոպայում եւ հիմնականում Գերմանիայի կողմից։ Այսինքն դա ինչ է նշում, որ այդ Եվրոպայի կենտրոնում կա գենետիկորեն կոդ պատերազմ հրահրելու համար։ Նրանք անպատասխանատու մարդիկ են, որոնք առանց հաշվարկների, առանց նորմալ բաների եւ իրանք ինչ են անում։ Իրանք փորձում են անընդհատ թույլատնել Ռուսաստանը, իրանք խրախուսում են Ուկրաինային, որպեսզի Ուկրաինան այդ իրանք հակամարտության մեջ մտածելով, որ իրանք պայքար են Ռուսաստանի հետ ուկրաինական զինվորների միջոցով, այսինքն իրանք զինվոր չեն կորցնում, բան չեն կորցնում, բայց Ռուսաստանը թույլանում է ուկրաինացիների միջոցով, ուկրաինացիները դառնան իրանք համար միս, բարից բուն իմաստով։ Սա շատ կարևոր խնդիր է, որ մենք հասկանանք։ Հիմա Տրամպը դա այն եզակի գործիչներից մեկն է, որ ասում է Ժորժ ջան, այս ամեն ինչը գնալու է երրորդ համաշխարհային պատերազմ։ Դուք ուզում եք երրորդ համաշխարհային պատերազմ։ Կարծում եմ, որ ոչ մեկ չի ուզում, չէ՞, երրորդ համաշխարհային պատերազմ։ Բայց ես մի բան ասեմ, եթե այս եվրոպական լիդերները մնան իրանց տեղերում, 100% լինելու է երրորդ համաշխարհային։ Փոխվեցին, բայց ավելի խայտարակ։ 100% լինելու է։ Ես չգիտեմ կլինի դա 2 տարի հետո թե 3 տարի հետո 100% եմ ասում, որովհետև այդ մարդիկ բացարձակ անպատասխանատու մարդիկ են, բացարձակ սրիկաներ են, բացարձակ իրենց շահերից այնքան ոչ մի բան չեն տեսնում։ Դրանք բարից բուրի մաստով սրիկաներ են, որոնք ես նույնպես եմ ասում, վաղը մյուս օրը դրանք պետք է կանգնեն Պոզդամ նոր Նյուրնբերգյան դատավարության առաջ, որպեսզի իրենք միլիոնավոր մարդկանց կոտորեցին, քրիստոնյաներին կոտորեցին միջին արևելքում։ Մեր ցեղասպանության մեջ մեծ ազդեցություն դրեցին ժամանակին 100 տարի առաջ։ Քրիստոնեական արեալները արդեն գոյություն չունեն միջին արևելքում։ Իրանք Եվրոպայում անընդհատ պատերազմներ են։ Ինչու էսպես հանգիստ հանդուրժում շարունակեմ։ Հիմա այդ լիդերների պատճառով ուկրաինական ժողովրդին անընդհատ ուզում են ցույց տան, որ մենք ձեր մեջքին ենք կանգնած ենք, բան կոմպրոմիսի մի գնացեք, որի արդյունքում պատերազմը ավելի է խորանալու։ Պատերազմի արդյունքում Ռուսաստանը ավելի շատ տարածքներ է գրավել։ Հիմա ինչ կատարվեց։ Հիմա քանի որ Տրամպ ասում է դու չունես խաղաթուղթ, ձեր խաղաթուղթ չկա, գնա նորմալ կոմպրոմիսի գնա, որ կանոնացնես պատերազմը։ Մեծ Բրիտանիան տվեց այդ խաղաթուղթը։ Հիմա ինչ են անում իրանք։ Իրանք որպեսզի ձերքում խաղաթուղթ լինի։ Իրանք փաստացի գնացին այդպիսի աննախադեպ քայլի, այսինքն ռուսական ռազմավարական բնույթի կործանիչների ռուսական տարածքից իրանք ոչնչացրեցին։ Հիմա ուշադրություն։ Շատերը չգիտեն, բայց Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ կա մի հատ ստրատեգիական համաձայնագիր, որի արդյունքում այդ ռազմավարական կործանիչները, որ պահպանվում են Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների տարածքում, պետք է չունենան անգարներ։ Այսինքն գարաժներ պետք է չունենան։ Այսինքն այդ կործանիչները պետք է բաց լինեն, որպեսզի բոլորը տեսնեն, որ այդ կործանիչները բաց երկնքի տակ լինեն։ Հասկանում ես։ Դա հատուկ տենց համաձայնագիր կա, որպեսզի Միացյալ Նահանգները տեսնեն, որ այդ անգարներ չկան, որ այդ կործանիչները որտեղ են գտնվում, եւ ռուսները տեսնեն, որ ամերիկյան կործանիչները որտեղ են գտնվում։ Դա բայց ես լսում էի ռուսական քննարկման ժամանակ ասում էին ինչու չկան այն դատերը։ Պետք է փակ կազմած ոչ, անգարների չլինելը դա ռազմավարական նպատակ է եւ ճիշտ է եղել, որպեսզի դա փոխվստահության խնդիր բերի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Հիմա այն ինչ որ կատարվեց, դա կազուս բելի է։ Դա կազուս բելի է, դա երրորդ համաշխարհային պատերազմի կազուս բելի է։ Ամերիկացիները ես տեղյակ չեմ եղել։ Ես հավատում եմ, որ ամերիկացիները ճիշտ են ասում։ Ես անկեղծ հավատում եմ, որովհետեւ ամերիկացիներին դա շահավետ չի։ Ամերիկացիներին շահավետ չի, որովհեւ ամերիկացիները շատ լավ գիտեն, որ այս տիպի հարցերում խաղի կանոն խախտելը դա կարող է բերի բարից բունի մասով երրորդ համաշխարհային պատերազմի։ Հիմա Ռուսաստանը ստացել է կազուս բելի։ Ոչ մեկ չի հասկանում թե դա ինչ։ Դա
Ֆանտաստիկ վտանգավոր իրավիճակ է։ Այսինքն փաստացի Ռուսաստանը ստացել է հետևյալ բանը իր հանդեպ սադրիչ քայլի են գնացել, սադրիչ քայլի։ Իր ռազմավարական մակարդակի այդ օբյեկտների վրա հարձակումն է եղել եւ այնտեղ որտեղ խորքային տեղերում որտեղ փաստացի իրանք պայմանագրով իրանք ունեն անգարներ ունեն, այդ ինքնաթիռները, կործանիչները ներողություն։ Եվ որի արդյունքում իրանք հարված են ստացել։ Այդ հարվածը պետք է չլներ, հասկանում ես։ Ինչի այդ հարվածը, որտեղ Ուկրաինան քանի որ ինքը ռազմական թատերաբում որևէ հաջողություն չունի, ինքը որպեսի բանակցությունները կարողանա բալանսավորի, իրան դրսից օգնել են, որպեսի դա լինի։ Ակնհայտ է, որ դա իրեն օգնել են, չգիտեմ դա կլինի դա բրիտանական հետախուզությունը, ֆրանսիական, թե գերմանական, ես չեմ կարող ասել, բայց 100%-ով կարող ասեմ, որ իրան օգնել են այդ հարվածները անելու համար։ Հիմա Ռուսաստանը եթե պաշտոնապես Խոստովանի, որ իրան օգնել են, հաջորդ քայլը պետք է ինքը կազուս բելի է, հաջորդ քայլը ինքը պետք է հարվածի Մեծ Բրիտանիային կամ Ֆրանսիային, բայց ինքը դա չի ուզում անի, որտեղ դա կարող է բերի արդեն երրորդ համաշխարհային պատերազմ։ Ես համոզված եմ, որ հիմա սա մեծ ռազմական խնդիր է դա, շատ ֆունդամենտալ ռազմական։ Ես նույնպես եմ ասում, այդ հարվածնելու արդյունքում հաղորդությունը ոչ թե մոտեցել է, այլ հերվածել է խայտարակ մակարդակի, պատերազմի վտանգը շատ մեծացել է։ Դե ինչը ուզում են այդ երկրները, բարձի ինչ ուզում է Զելենսկին։ Ես նույնպես եմ կրկնում, սա շատ մեծ վտանգ է։ Ժողովրդերի մասին եք խոսում, միջև հիմա Զելենսկին նման գործիչ Ուկրաինայում վարկանիշ ունի։ Չէ, հիմա իջնում է, բարձրանում է, չգիտեմ, բայց ունի այդ մարդը։ Միացյալ Նահանգների վարչակազմը շատ ավելի կոնստրուկտիվ դիրքորոշում ունի, փորձում են իրանք նոր մարդու գտնեն, որպեսզի կարողանան այդ մարդու միջոցով փոխեն իրավիճակը։ Նու խոսակցություն կա, որ այնուամենայնիվ փորձում են Յուլիա Տիմոշենկոյին խաղի մեջ մտցնել, որտեղ Յուլիա Տիմոշենկոն այն գործիչն է, որը այնուամենայնիվ ունի նաև վստահություն նաև Ռուսաստանի մոտ, Պուտինի մոտ, բայց իր վարկանիշը մոտավորապես 10%-ի չափ է, բայց այդ վարկանիշը գիտես ինչ, այդ վարկանիշը ցանկացած պահի կարա օգտագործվի, եթե դու իրավիճակը փոխես։ Բայց նաև արևմուտքը ուրիշ։ Եթե եվրոպական երկրների լիդերները այդ սրիկաները չլինեն, 100%-ով կարամ ասեմ այդ պատերազմը շատ արագ կարելի է։ Բայց սրիկաները ավելի բան սրիկանների արկայությունն է, որ եւ Մեծ Բրիտանիայում եւ սրիկանների արկայությունն է, որ թույլ չի տալի, որ պատերազմը կանգնեցվի։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ պատերազմների, ես մի բան ասեմ ձեզ, էլի, այս պատերազմների ողբերգությունը հենց դրանով պայմանավորված։ Եթե չլինեին այդ մարդիկ, հիմա դրա համար ինչա Տրամպը մաքսիմալ նենց անում, որ այդ երկրներում կոնսերվատիվ հեղափոխություններ լինեն։ Իդեպ ասեմ, որ անցած Կիրակի Լեհաստանում եղավ կոնսերվատիվ հեղափոխությունը։ Ռումինիայում թույլ չտվեցին։ Ֆրանսիական հետախուզությունը եւ բրիտանական հետախուզությունը ամեն ինչ արեց, որպեսզի կանգնացնեն այդ կոնսերվատիվ գործիչին, որի արդյունքում բերեցին գլոբալիստի։ Հիմա ամբողջ եվրոպական երկրներում այդ պայքարն է գնում։ Եվ պայքարը իրականում, ես ասում եմ, դա խաղաղության եւ պատերազմի պայքար է։ Այն մարդիկ, ովքեր որ կոնսերվատիվ դաշտը պահանջում է, որ լինի խաղաղություն եւ կոնսերվատիվ Եվրոպան փորձում է լեզու գտնել Ռուսաստանի հետ եւ կարծում եմ որ եթե այդ կոնսերվատիվ Եվրոպան չկայացավ եւ այդ ռուսա այդ կոմպրոմիսը չեկավ Ռուսաստանի հետ, ապա ես կարծում եմ որ ցավոք սրտի եմ ասում պատերազմը կլինի անխուսափելի։ Շատերը մտածում են որ պատերազմ չի լինի, որտեղ երրորդ համաշխարհային պատերազմը ամբողջ կարասաղին կործանի բան, դա շատ միամիտ պատկերացումներ են, որտեղ բանը համաշխարհային պատերազմները չեն պլանավորում, համաշխարհային պատերազմը անսպասելի են գալիս։ Դա ամենամեծ կարևոր այսինքն այդ անսպասելիությունն է ամենավտանգավորը, որը ոչ մեկ չի զգում, ոչ մեկ չի ուզում, բայց կարող է ինքը առաջանա, որտեվ տենց իրավիճակ առաջանա, սա է ամենախնդիրը։ Շնորհակալություն։